Համապետական ընտրություններին 19 քաղաքական ուժ է մասնակցելու եւ արդեն հայտնի է նրանց անունները՝ Նիկոլ Փաշինյան, Գագիկ Ծառուկյան, Գուրգեն Սիմոնյան, Սպարտակ Գյուրեղյան, Սամվել Կարապետյան, Սուրեն Պետրոսյան, Արման Թաթոյան, Էդմոն Մարուկյան, Վարուժան Ավետիսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Շիրինյան, Լևոն Զուրաբյան, Հայկ Մարության, Արամ Սարգսյան, Տիգրան Ուրիխանյան, Վաղարշակ Հարությունյան, Վարդան Ղուկասյան, Արտակ Սարգսյան եւ Արման Բաբաջանյան։ Այս 19-ից ում դուք կընտրեք որպես վարչապետ Հայաստանի Հանրապետության համար։ Արման Բաբաջանյանն էլ է։ Այո։ Էլի չասեմ, նրանից ինչ վարչապետ։ Ուրեմն ես չեմ ասում ում կընտրեմ, թե ում չեմ ընտրի, բայց ես գիտեմ մի բան։ Եկեք մի քիչ հեռվից գանք էլ երեխեք։ Ուրեմն սովետական միության ժամանակ Հայաստանը համարում էր ամենահաջողակ հանրապետություններից մեկը։ Սովետական միության ժամանակ Հայաստանում կար ծանր արդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, քիմիական արդյունաբերություն, գիտություն, կրթություն, մշակույթ, ամեն ինչը կար։ Գործարաններ կային։ 30 տարվա ընթացքում Ռուսաստանից իմիջիալոց գալիս էին Հայաստանից, կոշիկ էին տանում, սնունդ էին տանում, Մոսկվայից դուրս էիր գալի, Մոսկվա, կողքը սով էր։ Իսկ Հայաստանը ապրում էր շատ հոյակապ վիճակում։ 30 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը լրիվ ոչի վերածվեց։ Արդյունաբերությունը չկա, քիմիականը, ես հիշում եմ Ռիժկով այն ժամանակվա Մինիստրի խորհրդի նախագահներ աղաչում պաղատում էր, ասում էր Նայրիտը մի փակեք, միակ գործարանն է սովետական։ Խաչիկ Ստամբոլցյանը գնաց ռելսերին պարկել էր, չէ որ չէ պետք է փակենք։ Ագեցին ինչի հասան, սա գործարանը ավիրեցին, վաճառեցին։ Ես ինչի եմ գալի, որ այդտենց ղեկավարները ոնց որ եւ այսօր Հայաստանը բերեցին, հասրեցին այսօրվան։ Գալիս են նստում են, այսօր նայում ես Նիկոլ Փաշինյան, Վահագն Խաչատրյան, ովքեր են Լևոն Տեր-Պետրոսյանի խմբից են եղել, ճիշտ է։ Նայում ես այս Վահագն Խաչատրյանը ոնց որ այն մի ժամանակ հիմնարկներում բան կար, գործ ընդհանուր բաժնի, որ մենակ բերում էին հրաման, բանը կնիկը դնում էր վրան, անցնում էր առաջ։ Նույն գործերի կառավարիչն է, բայց այդ գործերի կառավարիչ լինելով, որ նայում ես, այսօր նայում էի իր ունես ինչեր ունի, այդ որտեղից ամսական մոտ 2 միլիոն դրամ աշխատավարձ ինչի համար, որ ինչ անում, որ Ալիևին շնորհակալություն հայտնում, ինքն է չգիտի ինչի համար։ Քաղաքացու տոնը ինչպես եք նշել դուք։ Դա քաղաքացու տոն առաջինը չկա, դա հորինված բան է, որը հնարել են սրանք, այս Նիկոլի թիմը, եւ հնարել են նենց միտումնավոր, որ անպայման եղեռնուց հետո է լինում այդ տոնը։ Յուրական եկող տարի ապրիլի 24-ին է լինելու։ Ոնց են տոնելու այդ օրը, շատ հետաքրքիր է։ Ապրիլի վերջին շաբաթ օրն են տոնում եւ եթե համընկնում է ապրիլի 24-ի հետ, ապա տեղափոխում են հաջորդ օրը։ Հաջորդ օրը։ Նրանք ընդհանրապես պետք է այդ օրը անեն բավականին ուշ։ Մի շաբաթ հետո կամ մի շաբաթ առաջ, որ չհամընկներ այդ օրվա հետ երբեք։ Չի կարելի։ Իսկ ես համարում եմ, որ Հայաստան, որ դուք հարց տվեցիք, ասեցիք ինչի են Թուրքիայի դրոշը վառը, ճիշտ են արել վառել։ Եվ Թուրքիայինը պետք է վառեն, եւ Ադրբեջանի դրոշն էլ պետք է վառեին։ Սադրիչ քայլ չէ դա։ Ինչին է սադրիչ։ Իսկ որ Ադրբեջանում մեր եկեղեցին քանդեցին, դա սադրիչ քայլ չէր։ Վարչապետն էլ ասում մենք դա չենք սարքելու նյութ։ Այդ խի Ալիևը կկանգնի կպահանջի, որ Թուրքիայի դրոշը վառողներին բռնեն դատեն։ Իսկ դու մի հատ ձեն չես անում, ասես եղբայր, այդ մեր մշակութային բաները որ վերացնում են, ինչի չեք մի հատ դրանց պատժում։ Ալիևը ինքն է գնաց Հայաստանի դրոշի վրա մանեկ է։ Ինքը կանգնած Արցախի դրոշի վրա, ոտքերով կանգնած մանեկ, բայց դրա համար քիչ են դատապարտում այս մեր իշխանությունները։ Պաստորեն ինչ որ ընդեղից ասում են, սրանք նույնն են անում են։ Ուզում են Թուրքիայի սահմանը բացեն, չէ՞։ Թուրքիայի սահմանը բացեցին, դուք պատկերացնում եք ինչ տեղի կունենա Հայաստանի գյուղացու հետ։ Հայաստանի գյուղացին կարա թողնի իր տները գնա, ոչ մի բան չի լինի, վերանա գյուղատնտեսությունը։ Հողից կտրելու։ Վայ իհարկե հիմա նա կբերի լոլիկը ստեղ կվաճառի կոպեկներով, մեր գյուղացին չի կարա բար բանը
անասունը որ չուներ, հիմա տավարի միշտ չկա Հայաստանում։ Քաղաքացու տոն եք ասում, մի կտոր միսը 6000 դրամով են ծախում, մի հատ սասիսկին ծախել են 1000 դրամ, բա դա տոն, հա։ Էդ ով է տոնում, մենակ ԿՊԱ-ականները, որ կանգնեն հրապարակում պարեն, բանանեն, էդ է տոնը, չէ, դա սխալ է։ Ես ասում եմ պետք է Հայաստանի ղեկավարը որբ լինի, չունենա ոչ բարեկամ, ոչ երեխա, ոչ ոք, որ նայում ես հենց որ դառնում են վարչապետ կամ Հայաստանի նախագահ, իրանց երեխաներ դառնում են ամենախելոքը, միանգամից ուժեղ բիզնեսմեն են դառնում, գիտնական են դառնում, ես չգիտեմ, ոնց կարելի է։ Եվ մի բան էլ ասեմ, այդ վերջերս Նիկոլը գնաց Մոսկվա, հանդիպեց Պուտինի հետ, չէ՞։ Պուտինը այդ ինչ որ ասում էր, դա Նիկոլին չէր ասում, դա ամենը ուղղված էր հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդ, տեսեք, եթե դուք այսպես քաղաքականություն վարեք, վաղը ձեր գազը կդառնա 600 դոլար մի կուբամետրը, չէ՞։ 600 դոլար, հացը կթանկանա, բիզնեսը կտրվի, ավերջուկնել դրանից հետո ասես անգամ օթային թռիչքները կփակվեն։ Եվրո միություն են գնում, այդ որ ինչ անեն։ Եվրո միությունը ես հիշում եմ, գիտեմ, որ այնտեղ շատ վատ վիճակի մեջ են հիմա մարդիկ ապրում։ Այդ ոնց գնում են այնտեղ ինչ են բանվոր աշխատեն բոլորը։ Մշակույթը վերացրել են մեր մոտ Հայաստանում։ Կրթությունը 0, որ բռնեն առաջի դասանի հետո ֆայմեն են ճիշտ ուղներին հասել է, որ առաջի դասանի երեխան ոնց պետք է QR կոդով մեսրոպ մաշնոցի նկարը տենա։ Այդ կրթության, գիտության նախարարը ինչը, ինքը անգրագետ լինելով, որ երեխեքին ուզում է գրագիտություն բերի, 30 տարվա ընթացքում դուք ինձ մի հատ ասեք, որ մի հատ գիտնականը Հայաստանից դուրս եկե։ Չկա տես բան։ Բոլորը թողում գնում են։ Ակադեմիան սարքել են, ես չգիտեմ ինչ են սարքի ակադեմիա, ֆինանսավորում չկա, բան չկա, դպրոցներում անգրագետների բանակ է, դպրոցներ, թող մի հատ ոչ թե դպրոց բացի Նիկոլը, այլ մի հատ գործարան բացեն, Թուրքիան ասում է, ատոմակայանը իրանք ռուսների հետ միասին ատոմակայան են կառուցում Թուրքիայում, իսկ մեզ ստիպում են ատոմակայանը փակել, Ագեն բերեն մոդուլային ատոմական դնեն որ ինչ, ասում է մենք արևային հոսանքի բաներ ենք սարքել, որը 2 ատոմականի հոսանք հատալի հետ, ու այդ ինչ է որ ում են։ Դա չի կարա այդքան բան տա, նա չի հասկանում այդքան։ Դա հնարավոր չի, որ այդ հոսանքի բաները հոսանքը պահեց, որ կարանաս ապահովեց մարդկանց, եթե չկարած իր այդ հոսանքը արևից որ պահեց, ոչ մի անգամ դու չես կարալու ապահովես, դա վարիանտ չկա։ Բանակը, մեր բանակը, որ բերել են տարի ու կես են սարքել, դա բանակ է, ու երկիրը թե հզոր չլինի, ոնց դու կարաս իմ անվտանգությունը ապահովես, Ադրբեջանը զինվում է, դու բանակը դու զենք չես առնում, ոնց կլինի, ես չգիտեմ, լավ չի, ասում եմ պետք է Հայաստանի ղեկավարը որբ լինի, որ ոչ երեխեքին պաշտոն տա, ոչ բարեկամներին, ոչ մեկին, որբատան երեխա լինի, ոչ թե սրանց նման գա, նայում ես, տենում ես, ոչ մի բան են, հիմա հանգարցակի դառան միլիարդատեր, և մի բան ասեմ, այս դա անպայման, պետք է մեր սահմանադրության մեջ, բոլոր ղեկավարներին, նախագահ, վարչապետ, պատգամավոր, նախարարներ, բոլորի վաղեմության ժամկետը պետք է հանվի, որ իրանք իմանան, որ անգամ հետո իրանց միևնույն կատարած հանցագործության համար դատելու են, այլ ոչ թե որ հանցագործությունը բռնեն, հետո ասեն, դե սահմանադրության դատարանը որոշի, որ դա ժամկետը անց է, արդեն վաղեմության ժամկետը անցել է, իսկ թվում է սխալ էլի։